Բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել եմ հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանին։ Տիկին Մխիթարյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Տիկին Մխիթարյան, ավելի քան 1 տարյա գործունեություն եւ առաջինը որպես համահայկական միություն, սա համառոտ հենց բարեգործական ընդհանուր միության պատմությունն է։ Եվ արդեն ինչ փուլում է, ուր է հասել միությունը եւ այս պահին ինչ ռազմավարական ծրագրեր են իրականացվում։ Շատ դժվար է 120 տարեկան կազմակերպության մասին ասել մեկ նախադասությամբ, բայց այո, ամենամեծ եւ ամենահին հայկական կառույցն է։ Մենք ստեղծվել ենք Եգիպտոսում դեռ Համիզյան ջարդերից հետո, երբ հայկական սփյուռքը այն ժամանակ դեռ ոչ սփյուռքը հայկական համայնքները մոբիլիզացնելու ու հայկական հարցերին համակարգային եւ ինստիտուցիոնալ լուծումներ տալու կարիք առաջացավ, եւ երբ որ արդեն ցեղասպանությունը եղավ այդ մասշտաբային արհավիրքը, մենք ունենք կառույց։ Այսինքն այն բոլոր ծրագրերը, որ հավանաբար լսել եք, որ փահավաքները, համայնքների կառուցումը, համայնքների ինստիտուցիոնալացումը տարբեր երկրներում, այն երևույթի շնորհիվ էր, որ արդեն կար ստեղծված հայկական կառույց։ Գործել ենք Խորհրդային Միության ընթացքում, գործել ենք անկախությունից ի վեր, ավելի մասշտաբային եւ ավելի համակարգային Հայաստանի Հանրապետությունում արդեն։ Հիմա ունենք 40 երկրներում ներկայություն, որպես կազմակերպություն, եւ ունենք իհարկե Հայաստանյան գրասենյակը, որը մեր համար մեծ հատկապես ուրախություն է եւ ամբողջ Սփյուռքի երազանքների նյութականացումն է, որ կա Հայաստանի Հանրապետություն, ինքնիշխան երկիր, որում կա նաեւ հայկական բարեգործական ընդհանուր միության գրասենյակ, լիիրավ գրասենյակ։ Եվ խոսենք ծրագրերից, այս պահին ինչն է թիրախում միության։ Տեսեք, վերջին 120 տարում մեր առաջնայնությունները պրակտիկորեն չեն փոխվել։ Դրանք հայապահպանումն են եւ այդ հայապահպանման մեծ մանդատի ներքո մի քանի ուղղություններ՝ մշակույթը, կրթությունը, հումանիտար աջակցությունը եւ Հայաստանի դեպքում որպես արդեն պետական կառույցի դեպքում մենք ունենք նաև սոցիալ-տնտեսական ուղղություն, դա միայն Հայաստանի դեպքում է։ Մշակույթն իհարկե մենք երկու ուղղությամբ ենք անում, եւ մշակութային ժառանգության պահպանում, որը գիտեք, հատկապես փոխվող պոստմոդեռնիստական աշխարհում շատ մեծ խնդիր է պահպանել ժառանգությունը, ամրագրել այն, եւ ունենք նաև երիտասարդ տաղանդների խրախուսում։ Երկու ուղղությամբ էլ անում ենք, պահպանում ենք հինը, խրախուսում ենք նորը։ Դա եւ տաղանդների աջակցության, կրթաթոշակների միջոցով, համերգների ու մշակութային միջոցառումների կազմակերպման միջոցով է։ Հնի պահպանելը մեր հսկայական արխիվը, պատկերացնում եք, 1 դարից ավել կազմակերպությունը գործում է ամբողջ աշխարհում եւ հայապահպանման արխիվի ունիկալ ռեսուրս ունի։ Մենք ունենք հենց արխիվներ ամբողջ աշխարհում, բայց ունենք նաեւ տվյալներ, որոնք եւ ինֆորմացիա, որոնք կուտակվել են այս ընթացքում։ Դրա պահպանելը նաեւ մեր առաքելությունն է դարձել։ Ու մենք միշտ ասում ենք, որ հաշվի առնելով տարածումը եւ տարիքը մեր կազմակերպության, ասում ենք, որ սա հայկական ՄԱԿ-ն է, հայկական միավորված ազգերի կազմակերպությունն է։ Իր առաքելությունն էլ հենց այդպիսին է՝ պահպանել միասնականությունը, ժառանգությունը պահպանել եւ խրախուսել նորը եւ զարգացումը։ Կրթական ծրագրերը Հայաստանում, դե գիտեք, Սփյուռքում դպրոցներ, բազմաթիվ դպրոցներ ունի AGB-ուն, եւ դա մեր առաքելության երևի ամենամեծ կտորն է պահպանել հայկականությունը հայերեն լեզվի հայագիտության միջոցով ու գնալով շատ ավելի դժվար է դառնում այդ առաքելությունը, որովհետև մրցակցությունը պարզապես լեզվական չի, հատկապես Սփյուռքում, դա նաև մշակութային ու քաղաքակրթական մրցակցություն է, որ մենք անընդհատ ստիպված ենք դիմադրել։ Օրինակ, Միացյալ Նահանգներում ապրող երեխաներին մենք տալիս ենք նաև ինովացիոն դպրոցների ոչ ֆորմալ կրթության հնարավորություն։ Մենք տալիս ենք նաև եկեղեցու միջոցով, որ մեր հիմնական գործընկերն է եղել ավանդաբար եւ հիմա էլ ամբողջ աշխարհում, կիրակնօրյա եւ շաբաթօրյա դպրոցների միջոցով կրթության հնարավորություն, սպորտի միջոցով, որևէ գործիքակազմով փորձում ենք նոր սերունդը հատկապես գայթակղել ու այսպես գրավիտացիա ձգողականություն առաջացնել դեպի հայկական կենտրոններ։ Հայաստանում կրթությունը շատ ավելի ոչ ֆորմալ կրթության, վերապատրաստման ու հմտությունների հղկման միջոցով ենք, այսինքն մարդուժի վերապատրաստման միջոցով է իրականացվում եւ ունենք Մարիաթորի հետ համատեղ իրականացվող հայորդաց տների ծրագիրը, որտեղ արտադպրոցական կրթության ծրագիր է, նախկին պիոներ պալատների հենքի վրա ստեղծված կենտրոններ են, որոնք տալիս են մատչելի համարյա անվճար կրթություն համայնքների համար։ Նշեցիք, որ ավելի քան 40 երկրում եք գործում, նաև
Կարող ենք ասել, որ թիրախում հենց աշխարհասփյուռ հայությունն է ձեր գործունեության, կոնկրետ Սփյուռքի հետ այս բանին ինչ աշխատանք է կատարում եւ եթե նշում եք, որ այ օրինակ դպրոցներ կան եւ գլխավոր նպատակը հենց հայապահպանությունն է, ինչ շոշափելի արդյունքներ եք նկատում վերջին տարիներին այս առումով։ Գիտեք, մենք շատ հպարտանում ենք մեր կրթական ծրագրերով, որովհետև դրանք դինամիկ են եւ անընդհատ փոխվում են։ Եթե նայեք, ունենք բազմաթիվ դպրոցներ ամբողջ աշխարհում ու դրանք իսկապես տարբեր են։ Ավստրալիայի հայկական դպրոցները որևէ կերպ համեմատելի չեն, օրինակ Հարավային Ամերիկայի դպրոցների հետ։ Մենք ունենք շատ լավ եւ մասնավոր եւ անվճար դպրոցներ Արգենտինայից սկսած մինչեւ Մերձավոր Արևելք։ Եվ այս դպրոցները տալիս են հնարավորություն այն ընտանիքներին, որոնք ընտրում են հայակենտրոն մնալ, տալ իրենց երեխաներին որակյալ կրթություն, առնվազն համադրելի, համեմատելի, մրցունակ որակյալ կրթություն իրենց երկրներում։ Այստեղ կա շատ մեծ խնդիր հայկական Սփյուռքը ստատիկ գոյացություն չի, այսինքն մենք չունենք օրինակ մշտապես Լիբանանում ապրող մարդկանց համախումբ։ Այս Սփյուռքը բավականին հիմա սկսել է շարժվել, որը նաև բազմաշերտ է, շատ տարբեր է, բոլորը չէ որ ունեն այդ հայակենտրոն ձգողականությունը եւ փոխվում է Սփյուռքը։ Հիմա գիտեք, աշխարհակաղակական այնպիսի իրավիճակ է, որ ընդհանրապես ամբողջ աշխարհն է փոխվում եւ Սփյուռքը նաև տեղաշարժեր է ապրում, որոնք միշտ չէ որ այսպես ասեմ, դրական փոփոխություններ են բերում համայնքների կյանքում։ Ասենք մենք ունենք օրինակ Մերձավոր Արևելքում եւ քաղաքական եւ մշակութային մեծ ազդեցություն, որը հիմա գնալով թուլանում է, որովհետեւ հենց համայնքները տեղաշարժվում են, տեղափոխվում են ավելի հյուսիսային Ամերիկա, բայց մենք փորձում ենք դրան էլ արձագանքող ու դինամիկ մնալ։ Այն դպրոցները, որոնք չեն հասցնում այլևս կամ չունեն այլևս բավարար քանակով աշակերտներ, այդ աշակերտները տեղաշարժվում են տարբեր երկրներ, մենք փորձում ենք նրանց պահանջարկին համապատասխան առաջարկ տալ։ Ստեղծել ենք վիրտուալ համալսարան տարիներ առաջ, որը թույլ է տալիս ավելի մոբիլ լինել, այսինքն նույն հայագիտական կրթությունը տալ որևէ տեղ, որևէ հարմար միջավայրում, որևէ ժամի։ Նույնիսկ չի մրցակցում ֆորմալ կրթության հետ, հանրակրթության հետ։ Մենք տալիս ենք վիրտուալ կրթություն քեզ համար հարմար ժամին, ու դա հայագիտական, արևմտահայերենի, արևելահայերենի, պատմության, նույնիսկ հայրենաճանաչման կուրսերի հիմա արդեն ընդհանրապես ընդլայնվել ենք, շախմատ ենք դասավանդում, արհեստական բանականության կուրսեր ունենք, ստրատեգիական պլանավորման ու սցենարային մտածելակերպի, այն ամեն ինչը, ինչ որ հայ մարդուն, երիտասարդին տալիս է ինքնաիրացման ու տաղանդի դրսևորման հնարավորություններ։ Քանի որ խոսեցիք հենց վիրտուալ համալսարանի մասին, իմ հաջորդ հարցը հենց դրա մասին էր։ Գիտեմ, որ բացի իհարկե հայնաճանաչության եւ պատմության, հայոց լեզվի դասերից, նաեւ վերջին շրջանում արհեստական բանականության վերաբերյալ դասընթացներ են սկսվել։ Ընդհանուր առմամբ հաշվի առնելով նաեւ, որ ավելի քան 40,000 ուսանողներ արդեն ունի ներգրավել է դասընթացներում համալսարանը, ինչպես է գնահատում համալսարանի զարգացումը եւ աշխատանքները, նաեւ ազդեցությունը հատկապես Սփյուռքի պատանիների երիտասարդների շրջանում։ Գիտեք, դա ենթակառուցվածք է։ Մենք սովոր ենք ենթակառուցվածք անվանել դպրոցի շենքին, բայց վիրտուալ տիրույթն էլ ունի իր ենթակառուցվածքները։ Մենք ստեղծել ենք մի տարածք, որտեղ 40,000-ից ավել մարդ ստանում է հնարավորություն, հասանելիություն հայկական կրթության։ Դա ֆանտաստիկ ռեսուրս է։ Հիմա իհարկե շատ կան նմանատիպ այլընտրանքներ ու ես շատ ուրախ եմ, որ ունենք այլընտրանքներ բոլոր ոլորտներում կրթական։ Մարդիկ կարող են ընտրել, իրենք ուզում են հայագիտական կրթություն, թե ուզում են հայկական ռեսուրսի միջոցով արհեստական բանականություն սովորել, թե ուզում են օրինակ անգլերեն լեզու սովորել, ինչը մենք եւս տալիս ենք։ Մենք մեր Ուրուգվայի գրասենյակի միջոցով տալիս ենք անվճար անգլերեն լեզվի կրթություն մեր շահառուներին այստեղ, հիմա նաև ավելացնում ենք ֆրանսերեն լեզվի կրթություն։ Այսինքն կրթությունը որպես առաջնայնություն ու առաքելություն մեզ համար, չասեմ կարգախոս, բայց առաքելություն է ավելի շատ ու մենք հավատում ենք որպես կազմակերպություն եւ որպես մարդիկ, որոնք այս կազմակերպության կամավորները, նվիրյալներն են ու աշխատակիցները, որ կրթությունը այն բանալին է, որի միջոցով հնարավոր է պահել հայկականությունը ու ուժեղ պահել հայկականությունը։ Ես երբ կարդում էի միության վերաբերյալ տարբեր տեղեկություններ, մի միտք ծագեց իմ աչքը եւ ուշադրությունը գրավեց, որ երբեմն նշվում է, որ միությունը ընկալվում է որպես հույսի աղբյուր եւ նպատակների իրագործման հնարավորություն, այ հետաքրքիր է
մեր օրերում հենց հայ երիտասարդին ինչն է ավելի շատ պետք եւ ինչպես է արդեն միությունը այս դեպքում փորձելու եւ նպատակների իրագործման աղբյուր դառնալ եւ հույսի աղբյուր դառնալ։ Շատ դժվար հարց եք տալիս, բայց շատ կարևոր։ Երիտասարդների մոտիվացիաները, ակնկալիքները գնահատելը ոչ միայն մեր համար է դժվար, այսինքն ինչ-որ սպეციფიկ հայկական խնդիրներ կան իհարկե, բայց ամբողջ աշխարհում է դժվար փորձել հասցնել այն դինամիկայի հետ, որը երիտասարդներին ներհատուկ է հիմա։ Մենք էլ ենք փորձում եւ արձագանքող լինել եւ մի քիչ պրոակտիվ լինել, նայել ապագային։ HBO-ն ունի բավականին մեծ հետազոտական ռեսուրս, մենք անընդհատ անում ենք հետազոտություններ, անընդհատ անում ենք տվյալների հավաքագրում եւ վերլուծություն։ Եթե դուք տեսնեք մեր 40 երկրներում հավաքված տվյալները մեր շահառուների մասին, մի երևի մեծ մասնավոր կազմակերպության համազոր տվյալների բազա ունենք, ու մենք անդադ փորձում ենք դա վերլուծել եւ հասկանալ ինչ են ուզում մարդիկ, որտեղ են հետաքրքրությունները, արդյոք կան ինչ-որ միտումներ, որ մենք պետք է հաշվի առնենք, ու իհարկե չտրվենք այդ միտումներին, փորձել մեր առանցքը պահել ու հիմնական առաքելությունը պահել, դա մեզ շատ օգնում է։ Բայց երիտասարդությունը գնալով ավելի կենտրոնական դեր է զբաղեցնում մեր ծրագրերի որպես թիրախումբ, ավելի կենտրոնական դեր են զբաղեցնում, ու դա միայն նրանից չի, որ մենք կարծում ենք երիտասարդությունը ռեսուրս է, պետք է երկարաժամկետ ներդրումներ անել, մենք տարեցների վրա էլ ենք մեծ ներդրում անում։ Պարզապես սա այն ռեսուրսն է, որը շատ արագ է կորում ու շատ արագ կարող ենք մենք կորցնել որպես հայկական միջավայրի մարդիկ երիտասարդներին, գայթակղությունները երիտասարդների համար շատ ավելի շատ են ու աշխատանքը շատ ավելի շատ պետք է այստեղ լինի։ Դա եւ կրթական ծրագրերն են եւ մշակութային ծրագրերը եւ նույնիսկ հենց հիմա մենք Հայաստանում հիմնադրել ենք մի կառույց, որը հետազոտական կենտրոն է ու աշխարհաքաղաքական վերլուծություններ է անում։ Փորձում ենք հասկանալ մեծ կոնտեքստը, Ապրի Հայաստան հետազոտական կենտրոնը, հասկանալ մեծ կոնտեքստը եւ մեզ տեղավորել այդ կոնտեքստում մաքսիմալ արդյունավետ ու մաքսիմալ ուժեղ։ Իսկ այս հետազոտություններում փաստորեն նաեւ նպատակ կա ներգրավելու տարբեր մասնագետներ, ինչպես հասկացա, հատկապես Ապրի Արմենիայի հետազոտական կենտրոնի միջոցով։ Քաղաքագիտական է Ապրի Արմենիան, միջազգային հարաբերությունների ու միջազգային իրավիճակի մեր պաշտպանական ռեսուրսի վերաբերյալ է ու այս հետազոտական կենտրոնը ինքը գործիք է, այսինքն եթե մենք օրինակ առաջիկա տարիներին անվտանգությունը, միջազգային կոնտեքստը չլինի առաջնային, այլ լինի առաջնային օրինակ խելացի գյուղատնտեսությունը կամ էներգետիկ անվտանգությունը, այլընտրանքային էներգիան, կարող է այդ ուղղությամբ սկսել հետազոտական աշխատանքներ անել։ Սկզբունքն այն է, որ մենք փորձում ենք տվյալները, ինֆորմացիան եւ գիտելիքը դարձնել ռեսուրս մեզ համար, ոչ թե պարզապես արխիվ։ Իսկ կան ներկայումս ինչ-որ ուղղություններ կամ այլ ոլորտներ, որտեղ միությունը եւս ցանկանում է իր դերը մեծացնել, ազդեցությունը մեծացնել, հատկապես Հայաստանում։ Անշուշտ, մենք վերջին մի քանի տարիներին մեր մանդատի, մեր գործունեության հիմնական ուղղությունը եղել է Արցախը անշուշտ, եւ պատերազմից հետո եւ բլոկադայի ընթացքում մենք ունենք գրասենյակ Արցախում, որը հիմա տեղափոխվել է Երևան։ Եվ այս գործունեությունը առանցքային է եղել։ Մեր նույնիսկ ներդրման ծավալներով ամենամեծ գործունեությունն է եղել։ Մենք բռնի տեղահանումից հետո, որպեսզի մասշտաբը պատկերացնեք, մոտ 500,000 տուփ սնունդ է բաժանվել։ Դա ավելի մեծ քանակ է, քան որևէ կազմակերպություն կամ գումարային մնացած կառույցները արել են։ Հիմա փորձում ենք ավելի համակարգային լուծումներ դրան տալ։ Մենք արեցինք մարդկային ռեսուրսի վերապատրաստում, աշխատանքի տեղավորման զբաղվածության հնարավորություններ։ Հենց այս պահին ընթանում է Նայիրի ճամբարները, որոնք պատերազմից տուժածների, ոչ միայն Արցախից, այլ նաև ընդհանրապես պատերազմից տուժածների, զոհված վիրավոր զինծառայողների ընտանիքների համար մանկական ճամբարներ են, շատ բարձր որակի սոցիալ-հոգեբանական աջակցությամբ։ Այսինքն այս ուղղությունը, որը մեր հումանիտար ուղղությունը առաջնային է դարձել, ստիպողաբար վերջին տարիներին մի քիչ մեզ շեղել է այսպես ռազմավարական, կրթական ու մշակութային ծրագրերից, որոնք փոքր մասնաբաժին են կազմում հիմա մեր ծրագրերում։ Մենք շատ հույս ունենք, որ առաջիկայում կլինի հնարավորություն կրթական ծրագրերը առաջ բերել, որովհետև ի վերջո դա մեր դիմակայունության առանցքն է։ Եթե մենք չունենանք ուժեղ կրթություն, կրթված մարդիկ, ուժեղ անհատներ, մենք չենք ունենա այդ առանցքը դիմակայունության, որը մեզ այսօր օդ ու ջրի նման անհրաժեշտ է։ Բայց պաստորեն այս դեպքում կարող ենք ասել, որ միությունը նաև ժամանակին համահունչ է։ Անշուշտ։ Նաև հարմարեցնում է իր ռազմավարությունը, ծրագրերը։ Մենք ունենք
այդ կենտրոնաձիգ իներցիան կամ ուժը, որովհետև 5 կառույց ենք։ Մենք ունենք մանդատ, որը հնարավոր չի փոխել, առնվազն կանոնադրություն պետք է փոխվի, որպեսզի այդ մանդատի հիմնական ուղղությունները փոխվեն, եւ դա շատ լավ է, հետեւողական է կազմակերպությունը իր գործունեության մեջ, եւ մենք երբ որ ծրագրեր ենք նախագծում, դրանք 1 տարվա ծրագրեր չեն, ասենք օրինակ կառավարությունն անում է բյուջետային ցիկլով չէ իր ծրագրերը, 1 տարվա, 3 տարվա, 5 տարվա, միջազգային կազմակերպությունները լավագույն դեպքում 5 տարվա ծրագիր են անում։ Մեր հեռանկարը մենք նայում ենք 120 տարվա հեռանկար մեր հետևում, առնվազն որպես ինստիտուտ կառույց, եւ նայում ենք 100-ավոր տարիների հեռանկար մեր առջևում, երբ որ ինչ-որ բան ենք նախագծում, դա 1 տարվա համար չի։ Եթե անում ենք կրթական ներդրում, հաշվի ենք առնում, որ սա հարատևող ազգ է, որին պետք է շատ երկարաժամկետ ներդրում եւ դիմականությունը պետք է լինի ոչ թե մի օրվա համար, այսօրվա խնդիրների համար, այլ մեծ եւ ժամանակի մեջ եւ տարածության մեծ հեռանկարի համար։ Ու հույս ունենք, որ այդ մենք միշտ ասում ենք մեր շահառուներին էլ բոլոր միջոցառումներից առաջ, որ ուզում ենք ձեզ վարակել այդ հավակնոտությամբ, որովհետև AGB-ի հենց ստեղծումը, որպեսզի պատկերացնեք այդ ամենասարսափելի ժամանակներում, Համիդյան ջարդերից հետո ստեղծվել է կազմակերպություն, որը ուներ մեծ հավակնություն, համահայկականություն ստեղծելու հավակնություն ուներ։ Ես շատ սիրում եմ այդ պատմությունը, որ AGB-ուն ստեղծողը Պողոս Նուբարը եղել է Եգիպտոսի Հանրապետության հիմնադրի Նուբար Փաշայի, որը հայ էր, անշուշտ հայ ինտելեկտուալ էր, Նուբար Փաշայի որդին։ Դու պատկերացնում եք, Մերձավոր Արևելքի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը ստեղծել է ժամանակակից Եգիպտոսի Հանրապետությունը, 3 անգամ պաշտոնավարել է որպես վարչապետ, ու այդ հավակնությունը տեսեք։ Միշտ ասում ենք, որ մենք այն ազգն ենք ի վերջո, որը պետություններ է ստեղծում։ Կիլիկյան պետությունից սկսած, այսինքն Հայաստանի նույնիսկ տարածքից դուրս պետություններ ստեղծել է։ Արցախի հաղթանակը, որը մեզ համար ազգաստեղծ ու ազգակենտրոն հաղթանակ էր։ Հիմա մենք այդ հավակնությունը ճիշտ է տրավմատիկ ենք, պոստտրավմատիկ ենք, բայց բոլորին ուզում ենք վարակել այդ հավակնությամբ, ու այդ հավակնությունը հենց AGB-ի սրտում է ու առանցքում իր գործունեության հիմքում։ Շատ կարևոր առաքելություն է, պետք է նշեմ, եւ բավականին կարևոր է, որ նաեւ միությունը կենտրոնանում է հենց մարդկային կապիտալի զարգացման եւ երիտասարդների կրթման գործի վրա, եւ այս ամենից զատ հետաքրքիր է ինչ հնարավորություններ կան, որ մարդիկ կարող են մասնակցել միության ծրագրերին եւ իրենք հենց դառնալ նախաձեռնող, օրինակ գիտեմ, որ կան նվիրաբերության հնարավորություններ, կամավոր դառնալու հնարավորություններ։ Այո, մենք ունենք կամավորության մեծ դաշտ, այսինքն կարող են մարդիկ կամավորագրվել 1 օրով, 1 շաբաթով, 1 ամսով, կարող են մշտական կամավորներ դառնալ, հետևողաբար գալ մեր միջոցառումներին։ Ամեն ամսվա ուրբաթ օրը մենք ունենք բարի ուրբաթները, որոնք բարեգործական ուրբաթներ են, հավաքում ենք մարդկանց ու գնում ենք մարզեր, այն համայնքներ, որտեղ խոցելի խմբեր են ավելի շատ, այնտեղ որտեղ արցախցիներ են, ավելի կուտակված բնակավայրեր են, փորձում ենք եւ ինչ որ դրական բան բերել եւ նաեւ այդ կամավորական լիցքը մարդկանց փոխանցել, որովհետեւ դա շատ կարեւոր բան է։ Մեր մասնակցությունը համայնքային կյանքին ու երկրի կյանքին մեզ տալիս է այդ սեփականության զգացումը երկրի նկատմամբ։ Մենք ունենք դրսից կամավորներ, հազարավոր մարդիկ։ Երբ որ Արցախում բլոկադա էր, մենք ուղղակի այսպիսի կանչ արեցինք մեր ցանցին, ասեցին կան արդյոք հոգեբաններ, որոնք պոստտրավմատիկ խնդիրների վրա են մասնագիտացած, գիտեք 50-ից ավել պրոֆեսիոնալ հոգեբաններ, ընդ որում դա ֆիլտրված են մարդիկ, ովքեր հայերեն էին նաև խոսում, որպեսզի կարողանային կամավորագրվեցին, որպեսզի կոնսուլտացիաներ անեն, կապվեն Արցախի մեր շահառուների հետ, խոսեն նրանց հետ on-line, այսինքն շարունակական թերապիա անել, բացարձակ կամավոր։ Մենք ունենք լեզվի դասեր, բիզնես մենթորների եւ բիզնես խորհրդատուների մեծ շրջանակ, մարդիկ ունեն այդ կամավորության եւ Հայաստանում եւ Սփյուռքում այդ մղումը եւ տալիս ենք դրա համար հնարավորություն։ Ցավոք բավարար հնարավորություն չենք տալիս, որտեվ հազարավոր մարդիկ են, բոլորի նույնիսկ չեն կարողանում կապել ճիշտ կարիքի հետ։ Հայաստանում մեր համայնքի համար, շահառուների համար մենք ունենք մեծ պորտֆել ծրագրերի, որը կոչվում է կանանց հզորացում։ Այնպես է ստացվել, որ այդ թիրախմբի վրա են կենտրոնացել, որովհետև մենք կարծում ենք, որ Հայաստանում կա մեծ ռեսուրս կանանց շրջանում, որը հաճախ տեխնիկական պատճառներով դուրս է մնում տնտեսությունից եւ աշխատաշուկայից։ Օրինակ մայրության արձակուրդ են գնում, կամ առաջնայնություն չեն դնում աշխատանքը, կամ չի ստացվում ինչ-որ ձևով, մենք փորձում ենք
բերել հետ դեպի տնտեսությունը աշխատաշուկա ու դա ոչ թե մանր գործեր են, մենք օրինակ փորձում ենք չանել այդ մատնահարդարում, բան այսպիսի գործեր։ Անում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցում օրինակ, բարձր որակավորման մասնագետ ենք դարձնում։ Մենք անցած տարի մի կին ունենք, ով 65 տարեկան էր ու որոշեց վերապատրաստվել թվային տեխնոլոգիաներ սովորել, հիմա աշխատում է արդեն տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունում։ Անում ենք կանանց ձեռներեցության ծրագիր, որի միջոցով տալիս ենք բիզնես հմտություններ եւ տալիս ենք փոքր դրամաշնոր բիզնեսի առաջխաղացման կամ բիզնեսի հիմնադրման համար։ Ու այս ամբողջ սպեկտրը թույլ է տալիս տաղանդավոր մարդկանց տալ հնարավորություն ինքնայրացվելու եւ խոցելի խմբերին ենք աջակցում եւ տաղանդավորներին տալիս ենք հնարավորություն ինքնայրացվելու այդ հավակնության այդ նուրբ կետին հասնելու, այսինքն որ մարդիկ հավատան, որ իրենք կարող են եւ այդ հավակնության համար կա նաեւ աջակցություն։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար, Տիկին Մխիթարյան։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ ես զրուցում էի Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանի հետ։ Հաջողություն։